Պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնելիս հնարավորության համար, իմ համար սա շատ կարևոր է, անվտանգության ոլորտի որպես ուսումնասիրող, հետազոտող շատ կարևոր է սա հանդիպումը, ինքնին նմանատիպ հանդիպումները իրենք ալգորիթմային առումով, արժեքաբանության առումով շատ կարևոր բան են նշանակում։ Ես առաջին իսկ պահից, երբ որ դուք հայտարարել եք իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդադար նայում եմ, հետազոտում եմ, կարդում եմ, փորձում եմ կապել ձեր նախորդ ելույթների հետ, դեռ 18 թվականից ձեր շատ ու շատ թեզային ելույթներ իմ համար այսպես հետազոտության թեմա են եղել, անվտանգության դիտանկյունից եմ միայն ասում։ Կարելի է շատ խոսել, թե իրական Հայաստանի գաղափարախոսությունը ինչ է։ Կարելի է այն անվանել Հայաստանի Հանրապետության պետականության տեսական հիմնավորման ինչ-որ փորձ, քննարկում եւ այլն։ Բայց ես այստեղ նստած մի նոր բան ընդգծեցի իմ համար, որ մենք փաստացի ձեր օգնությամբ դուք առաջ եք քաշում ստրկատիրական մտածելակերպից դուրս գալու ճանապարհը, սուբյեկտ դառնալու ճանապարհը, առանձին սուբյեկտ իրավունք ունեցող, բայց անգամ դա ես այսպես կբնորոշեի։ Մենք ցավոք սրտի ձեր նշած ժամանակահատվածում այս նախորդ կարմրացած տեքստը որ նայում ենք, մենք կայսրությունների պատճառով որոշման իրավունքի հավատքն ենք կորցրել, պարոն վարչապետ։ Մենք միգուցե եւ ստացել ենք այդ որոշում կայացնելու իրավունքը, բայց հավատքը չենք ստացել։ Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ նախորդ տարիներին մարդկանց նույնիսկ գնում էին ընտրությունների, ասում էին՝ մեկ ընտրենք, չընտրենք, մեզից կախված չի ոչ մի բան։ Ընտրենք, չընտրենք, բան չի կախված։ Դուք հիմա սրանով փորձում եք մեր այդ հավատքը տալ, այդ իրավունքի հավատքը, որ մենք իրավունքը ունենք, բայց հավատքը չունենք։ Ես իհարկե այս ամբողջ այս թեզի վերաբերյալ, ձեր ելույթների վերաբերյալ ունեմ մի քանի հետաքրքիր առաջարկ, որոնք հիմա չեմ ասի, հուսով եմ այս քննարկումները կշարունակվեն, մենք առիթ կունենանք դեռ առարկայացնել եւ այո ակադեմիական որոշակի չափումների բերել նաեւ այս ամեն ինչը, հետազոտել եմ Ֆինլանդիայի օրինակը, Սինգապուրի օրինակը, փոքր պետությունների, որոնք շատ դժվար ճանապարհով են անցել եւ այդ սխալվելու եւ չսխալվելու իրավունքը ձեռք բերելու ճանապարհը շատ փշոտ ճանապարհ է։ Այսքանը ես զինվորական եմ, փորձել եմ տեղավորում 3 րոպեի մեջ, շատ շնորհակալություն, նորից եմ ասում իմ համար անձամբ շատ կարևոր է հանդիպումը, ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել եւ մեր Լեոնարդին Պողոսյան, շատ շնորհալի երիտասարդ, ով այդ իդեան քննարկում ենք մի վայրկյանի ընթացքում իրար հետ, իրականում շատ լավ երիտասարդ է եւ ընդհանրապես երիտեւը շատ լավ երիտասարդներ են աճում եւ նախանձելի, պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ այս ավերի համար, հուսով եմ սա շարունակական կլինի, կան որոշակի առաջարկներ ակադեմիական դաշտ բերելու այս ամեն ինչը։ Շնորհակալ եմ։ Համեցեք։ Ողջույն մեծարգո պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ նման հանդիպման եւ հնարավորության համար։ Պարոն վարչապետ, նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը ինչ կերպով է իր մեջ պարունակում իրական Հայաստանի գաղափարախոսությունը, եթե կարելի է մասնավորապես քաղաքական, տնտեսական եւ մշակութային տեսանկյուններից։ Շնորհակալություն։ Դուք նշեցիք, որ process-ի ժողովրդի մեծ մասը դեմ է։ Ես չեմ ժխտելու։ Ես գիտեք, այդ բանավեճի մեջ չմտնելու համար, որ ես հայտարարեցի, որ զրոյական կետ եմ համարում։ Ես ավելին եմ ասում, ավելի հեռուն եմ գնում, ասում եմ ոչ միայն դուք ասում եք ժողովրդի մեծ մասը դեմ է, ես ասում եմ այս իդեայի գաղափարի կողմնակիցների թիվը համարում եմ 0։ Հավարում եմ 0 եւ process-ը հենց այդտեղից է սկսում, որ այդ էլի հին բանաձևերից, որ օգտագործել եմ, 1+1-ի տրամաբանությամբ։ Ես ինձ դիրքավորում եմ որպես ոչ թե առաջին, այլ մեկ կողմնակից այս գաղափարի եւ այդ դիրքից եմ ես խոսում եւ այս process-ը հենց դրա համար է ավելանում է այդ համախոհների թիվը, թե չի ավելանում։ Որովհետև տեսեք, այստեղ շատ կարևոր մի բան կա, որը մարդիկ երբեմն բաց են թողում տեսադաշտից։ Աբսուրդ կլինի, եթե մեր կառավարությունը ասելով, որ գիտեք ինչ, նախկինում սահմանադրությունները, որ ընդունվել են մի քիչ ընկալում են եղել, որ ժողովուրդը չի քվեարկել, փորձի նույն ճանապարհով բերի նույն իրավիճակը։ Դա աբսուրդ կլինի, ընդհանրապես անհեթեթություն կլինի, հասկանում եք։ Հենց այդ է, որ մենք պետք է արձանագրենք
իհարկե այդ մասնագետները կասեն, թե շեմը նոր սահմանադրության ինչպիսին է լինում, լավագույն առաջադեմ փորձը, բայց մարդը պետքա գնա, ես հենց այդ եմ ասում, մարդը պետքա գնա, ել եմ ասում, թիվը ինչքան ընտրողների 50+1%-ը, թե քանի տոկոս պետքա դա տեղի ունենա։ Ինչ ուզ կառավարությունը ինչքան էլ ասի, կառավարության գործը հենց առաջարկելն է եւ ասելը իր կարծիքով ինչ պետք է անեն մարդիկ։ Մարդիկ այ ընդդիմություն տարբեր քարոզչություններ կլինեն եւ մարդիկ կորոշեն։ Ես եմ ուզում, ես ուզում եմ այս մի բանը շատ հստակ լինի։ Այդ այդքան ֆունդամենտալ բան է մեզ համար, որ մենք սահմանադրության ընտրությունների մի ձայնի կեղծիքի մենք չենք գնա։ Դա բացառված բան է, որովհետև դա աբսուրդ է։ Հետևաբար այս ընդունելով ձեր ասածը, ես ավելին եմ գնում, ասում եմ 0 է կողմնակիցների թիվը, եւ այս քննարկումը նաեւ պետքա օրգանական կապը ստեղծի։ Մենակ մարդը ոնց քվեարկի որոշի։ Պետքա օրգանական կապ ձևավորվի, որ ինքը պետքա զգա սա նախագծի փուլից, մարդը իրավաբան չի, իր մասնագիտական նյուանսների մեջ մենք բնականաբար պետք չի մտցնել, բայց ինքը պետքա զգա քաղաքական process-ը, ինքը թեզերի մակարդակով պետքա հասկանա բանավեճին հետևելով եւ ինքը իր մեջ որոշի, ինքը դրա կողմնակիցն է, թե դրա կողմնակիցը չի։ Ես համաձայն եմ այն ձևակերպման հետ, որ ասվեց, որ այս գաղափարախոսության իրական ամենակարևոր դրույթներից մեկը այն է Հայաստանի Հանրապետության ֆունկցիոնալ նշանակությունը։ Ինչի համար է Հայաստանի Հանրապետությունը։ Տեսեք, մենք այդ ֆորպոստի խոսույթը միշտ եղել է մեր իրականության մեջ, բայց ես ուզում եմ մի նյուանսի մասին ասեմ։ Մենք այդ ֆորպոստի խոսույթը միշտ կապել ենք ուրիշների հետ։ Բայց Հայաստանի Հանրապետությունը մեզ համար էլ է ֆորպոստ եղել։ Մեզ համար էլ է ֆորպոստ եղել, որովհետև դա հենց այն չի, այնտեղը Հայաստանի Հանրապետությունը մեզ համար նպատակ չի եղել։ Հայաստանի Հանրապետությունը մեզ համար ֆորպոստ է եղել ինչ որ այլ նպատակների հասնելու ավելի մեծ, ավելի կարևոր, ավելի սիրելի նպատակի հասնելու համար։ Ֆունդամենտալ ինձ համար էլ է ժողովուրդ ջան տենց եղել։ Այսինքն ես որ ասում եմ մեզ համար, հանկարծ այս անընդհատ ուզում եմ շեշտեմ։ Սա մեզ համար, ինձ համար, բոլորիս համար։ Մենք այդ ընկալման մեջ ենք եղել։ Մենք չենք կարող ժխտել եւ դա մեր պատմության մասն է, այո։ Հենց ֆունդամենտալ փոփոխություններն է, որ դուք ֆունդամենտալ մարդը ուզում է ապրի, մարդը ուզում է ապրի եւ պետք չի դրա մեջ տեսնել ապազգային բան, որտեղ մարդը ուզում է ապրի, հասկանում եք։ Եվ այս շատ էական հանգամանք է, որ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցությունը ապահովելու համար այն բռնման, որ բարեկեցության մեջ մտնում է անվտանգությունը, մտնում է ժողովրդավարությունը, ազատությունը, օրինականությունը, կենցաղային բարեկեցությունը եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ հա Այո, մնացածը ես թվարկումը սպառիչ չի, որտեղ առանց good governance-ի այդ ամեն ինչ չի լինի։ Ժողովրդավարական երկիր չենք։ Գիտեք, ես ձեզ ժողովրդական կամ Այո, ես դրա հետ չեմ վիճելու։ Ես համաձայն եմ ձեզ հետ, բայց հիմա ես ուրիշ բան եմ ուզում ձեզ ցույց տալ եւ այդ իմ ընկալումն է, այդ նաեւ սրա պատճառը, որ ես ձեր ասածը զգալով է, որ X պահի այդ տեսեք, այսօր 3:22:49, 12:53, 10 դուք ստեղ ոչ միակ չպատասխանած նամակ չեք գտնի։ Սա քաղաքացիների նամակներ են, որոնք ձեր ասածի համար է։ Այսինքն ես նկատի ունեմ, ձեր ասած ազդակը ես էլ եմ զգացել, որ ես հասկացել եմ, որ ես պետքա ուղիղ կապի մեջ լինեմ, պետքա մարդիկ հնարավորություն ունենան։ Ես շատ ինքս ինձ հարց եմ տալիս, մեկ-մեկ ասում եմ, ես ժամանակը ճիշտ բանի վրա եմ ծախսում։ Մարդիկ գրում են ամենափոքր հարցերից ընդհուպ այն օրը Սյունիքի մարզի մի գյուղից գրել են, որ ջուրը կտրվել է, ես ուղարկում։ Հետո ինքս ինձ հարց եմ տալիս, ասում եմ, բայց լավ, ես ժամանակը ճիշտ բանի վրա եմ ծախսում։ Հիմա եթե մարդիկ
Ճիշտ բանի վրա չեք ծախսում, դուք չպետք է դրանով զբաղվեք, ասացեք կա, որ Չէ, ես հիմա ձեզ մի հատ վարչապետը չի կարող այս երկիրը դզի, դա ասած։ Ես հիմա ձեզ ասում եմ, որ ես ձեր ասած Մեծ ամեն ժողովուրդ աշխատացնի պետական կառավարման համակարգարային ոնց որ մինչև վարչապետ չի կազմել, չի աշխատի համագիտասահմանորեն չփոխდეს, այդ մեխանիզմը որ աշխատի, որ այն ամենացածը պաշտոնատարվանն է, որ բանը գա գործի մտածի ոնց որ ասում։ Շատ լավ, բայց թույլ կտա։ Ես նկատի ունեմ, որ ձեր ասած արտակները այն ժանրն են, որ ես վարչապետ եմ, դուք տենց բանը, ես էլ ասեմ, չէ, որ չէ, ոնց եք տենց։ Ես այդ ազդակներս համաձայն եմ եւ մեր քաղաքական թիմն էլ այդ ազդակները զգում է։ Ստեղ խնդրեմը ուրիշ տեղ է, որ մեր մյուս բանախոսը նշեց, մեր առաջի բանաս, ստեղ մեր խնդիրները ինստիտուցիոնալ են։ Ինստիտուցիոնալ են եւ դուք կներեք չեմ հիշում ով, բայց ոնց որ դուք նշեցիք կրթության մասին, որ կառավարությունն էլ պետք է կրթվի։ Եվ այդ խնդրեմը այո կա։ Այդ խնդրեմը կա եւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը այ good governance-ը նաեւ դրա մասին է։ Good, եթե մարդը Սյունիքից ինձ գրում է, ես էլ պատասխանում եմ, դա bad governance-ի բանն է, վկայությունն է, որովհետեւ մարդը պետք է ինչ չգրեր։ Ես էլ դες դրա համար եմ ասում, ես ճիշտ գործով եմ զբաղվում, թե սխալ, ես սխալ գործով եմ զբաղվում, որովհետև երբ որ ես այդ թեմայով զբաղվում եմ, ոչ թե ես, այլ վարչապետ այդ թեմայով զբաղվում, դա վատ կառավարման հետևանք է, բայց մյուս կողմից էլ ես հիմա ինչ որ առումով, բանով, տենց ենթագիտակցության զգում եմ, որ ես վաղը մյուս օրը միտեղ եմ գնալու, երբ որ ձեր նման մի հարգարժան քաղաքացի ինձ ասելու է, գիտես, ինձ սենց խնդրեմ կա, ինձ էլ պետք է որ ապացուցել, որ ես գիտեմ, որ տենց խնդրեմ կա, եւ ասել այո, ես հիմա դրա բալասանը չգիտեմ ոնց լուծել, բայց այո, կա այդ խնդրեմը, եւ այս գաղափարախոսությունը նաեւ մոտենալու մասին է այն հարցին, թե ինչպես լուծենք այդ խնդրեմը։ Բավականին եթե կարելի է այստեղ նաև խոսում ենք մերիտոկրատիայի մասին, որ նույն Սյունիքի մասի ուղղապետն աշխատում է քաղաքապետը, բայց նա դեպքում չի որ չի կարող ճիշտ կառավարող հարցը դա ձեզ ասում։ Շատ դեպքերում դա ներողություն եմ խնդրում, թե կարա ուրիշ խնդրեմ ունի, որը իհարկե ձեր ասած good governance-ի հետ կապ ունի։ Կարող է մարդը մտածում է կամ կարող է լրիվ ուրիշ աբսուրդ բան, կարող է մարդը չնայած էլ երևի նույն երևույթի ասում եմ համ զուգահեռ մտածում եմ մարդը գիտի ոնց վարչապետի հետ կապվի, բայց չգիտի ոնց բանի չէ ջրօգտագործող ընկերության հետ կապվի, հասկանում եք, կարա կամ էլ չէ ես անկեղծ ասեմ հիմա կարող է Չէ, նկատի ունեմ հիմա այս հարցը ճշտելու համար ինձ հետաքրքրեց, կամ ես կկապվեմ, կասեմ ինչի եք ինձ գրել, օրինակ ինչի բանին չեք գրել, ջրօգտագործողներին չեք գրել, եւ հետաքրքիր է ինքը ինչ կպատասխանի, ամեն դեպքում իր պատասխանը մեր այս հարցը ինչ որ չափով կլուծի։ Եվ օրենքները, հա, այդ հենց ինստիտուցիոնալ խնդիրը, որ օրենքները աբսուրդ են, երբեմն աբսուրդ են լինում եւ դուք իրականում մենք երկու տարբեր կողմերից նույն բանն ենք ասում, որովհետև ես ասում եմ sense հիմա գիտեք ինչ ես ասում եմ սահմանադրությունը օրգանական կապ չունի, իրավակարգը օրգանական կապ չունի ժողովրդի հետ։ Դուք էլ ասում եք օրենքները կապ չունեն օրգանական ժողովրդի հետ։ Հենց այս մենք նույն բանի մասին ենք խոսում, որ օրգանական իրավակարգի հետ պետք է օրգանական կապ ստեղծել եւ այս խոսակցության կարևոր նպատակներից մեկն է հասկանալ, թե ոնց մենք անենք։ Օրինակ ես մտածում եմ, որ սահմանադրությունը դրա ձևերից մեկն է։ Կա հոռետեսություն, դա կստացվի թե չէ, բայց դա ուրիշ բան է։ Առաջինը որոշել որն է ձևը եւ երկրորդը ինչքանով է դա իրատեսական։ Բայց եթե ես համոզված եմ, եթե մենք գանք շատ թե քիչ ընդհանրական ըմբռնման, որ ճիշտ ձևը սա է կամ այն մյուսն է, այս ըմբռնման բերումով դա կդառնա ավելի իրատեսական։ Դուք երբ որ ձեր խոսքը սկսեցիք, մի քիչ շատ բարձ սկսեցիք, բայց ձեր ասացի մեջ մի շատ կարևոր բան արձանագրեցի, որը իմ կարծիքով ունի ֆունդամենտալ նշանակություն։ Դուք խոսեցիք ինքնության կապի հետ քաղաքացիության եւ ինքնության կապի մասին։
Դուք խոսեցիք նրա մասին, որ կարա քաղաքացու ինքնությունը, քաղաքացիական ինքնությունը լինի պետական քաղաքականության նյութ եւ առարկա։ Սա շատ կարևոր բան է, որ մեր իրականության մեջ դա երբեք չի եղել։ Ավելին, ես կասկածներ ունեմ եւ մտածում եմ, որ ինչու նաեւ մեր իրականության մեջ չի եղել, որովհետեւ այդ թվում կայսրությունը, բայց կայսրությունը ուրիշ տեսակետից։ Ես կշարունակեմ, որպեսզի ճեղք չառաջանա, ես միշտ խոսել եմ հայրենասիրության մեր մոդելի մասին, ասելով, որ այդ մոդելը որոշ դեպքերում ներդրվել է կայսրության կողմից, որովհետև եթե ուրիշ միջավայրում դուք դա ասեիք, կամ ուրիշ պայմաններում, դա կարող ձեր ասածը բան աներ, հնչեր շատ ապազգային, նույնիսկ հակաազգային, բայց այս խոսակցության բերումով ձեր ասածը շատ դիպուկ էր, ձեր ասածը հենց հատկապես 10-ին խփեց, որովհետև սա այո, եւ ես շատ ուրախ եմ, որ այդ երկխոսությունը նույնիսկ հերրակա տեղի է ունեցել, եւ այն ինչ որ դուք ասացիք, ես միանշանակ ընդունում եմ, որովհետև ես էլ եմ ընդունում, այդ դուք շատ կարևոր շարունակություն բերեցիք, որովհետև էս էլ շատ քննադատում են, ասում են սա վարչապետի գործ չի, ինչ որ առումով ճիշտ են ասում, եւ շատ կարևոր է, որ հիմա այս խոսակցությունը տեղի ունենա, եւ այս նյութը հետագա զարգացման մեջ առնվազն ձեր ասած գիտական, հետազոտական այդ բանը հանրույթը եւ ներուժը ներգրավվածություն ունենա եւ դա շատ հետաքրքիր թեմա է, թե ինչպես մենք կազմակերպենք այդ հարցը։ Այդ խնդիրը կա, այդ ինչ որ ես ասում եմ իրավակարգի մասին, դա մեծ հաշվով պետության մասին է։ Էլի պետության հարազատությունը իշխանությունը կարող լինի ցանկացած, բայց իշխանությունը հասկանում եք դա փոփոխման ենթակա, այսինքն իշխանությունը վարձու աշխատողների խումբ է։ Մեր իրականության մեջ այդ խնդրը միշտ եղել է, որ մենք չենք կարողացել տարբերակենք պետությանը խփելը քաղաքական առումով եւ իշխանությանը խփելը։ Մենք անընդհատ խառնում ենք իրար եւ արդյունքում ստացվում է, որ մենք ավելի շատ, մեզ թվում է, թե ավելի շատ իշխանությանն ենք խփում, բայց իրականում պետությանն ենք խփում, մենք պետք է տարբերակենք դա։ Եվ դա էլ ինչ-որ առումով ռելիկտային մտածելակերպ է, որովհետև մեր էսել եկեք արձանագրենք, երրորդ հանրապետություն, ես միայն 18-ից հետո իրավակարգով ժողովրդապետության 18-20 թվականների այդ կարճ շրջանը առաջին օրինակն է, որովհետև մեր ընկալման պետությունը էլի բանի սերտաճածա բանի հետ կայսրության, կայսրի, սուլթանի, չգիտեմ, բանի հետ եւ էս էլ հաջորդ խնդիրն է, որ մեր քաղաքական իրականության մեջ այդ տարբերակումը մենք կարողանանք անենք, որ այնուամենայնիվ ժողովրդավարական հասարակության մեջ պարզա իշխանությունը թիվ 1 թիրախն է, այդտեղ հարց չկա, բայց պետությունը չպետք է լինի թիրախ։ Բայց որպեսզի պետությունը չլինի թիրախ, պետությունը մեզ պետք է հարազատ լինի, որ չլինի թիրախ։ Մենք ինչքան էլ խառը կռվի մեջ ընենք, երբ որ դիմացը մեր հարազատն է դուրս գալիս, նույնիսկ ամենաշփոթված պայմաններում, նույնիսկ հարվածի ժամանակ մեր ձեռը բնազդաբար բան է անում, արգելակում է, որովհետև մեր դիմաց մեր հարազատն է կանգնած։ Այս դեպքում մեր դիմաց մեր հարազատն է կանգնած, բայց մենք չենք ճանաչում իրար, որտեղ մենք շատ վաղուց այդ հարազատին կորցրել ենք, չենք կարող, միջև չենք կարող գտնենք, որ պետությունը մեր հարազատն է, այս իշխանությունը ընդամենը այսօր ընտրվել է, վաղը չի ընտրվի, կամ դժգոհեմ իշխանությանը, դա իմ մոտ խորը համոզմունք է, ես չեմ կարող ուրիշ կերպ ասել, ցանկացած պահի, երբ որ ես ընդ որում ուշադրություն դարձեք, ես երբեք չեմ ասում, ընտրությունները այ կգան, ընտրություն, ես ասում եմ ժողովուրդը ցանկացած պահի որ ուզենա իշխանափոխություն փոխի կար ցանկացած պահի կանի եւ մենք դա պրակտիկայում ապացուցել ենք